Խաղողը պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր՝ ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ եւ այլն։ Կալիումի շնորհիվ խաղողն օգտակար է հատկապես սիրտանոթային հիվանդությունների ժամանակ։ Այն կարգավորում է սրտի ռիթմն ու կանխում շնչահեղձությունը։ Խաղողն օգտակար է նաև սակավարյունության դեպքում, քանի որ նպաստում է արյան մեջ էրիթրոցիտների աճին եւ հեմոգլոբինի բարձրացմանը։ Խաղողի հիմնական արժեքը գլյուկոզան եւ ֆրուկտոզան են, որոնցում առկա շաքարը մարզման ժամանակ անմիջապես ներծծվում է արյան մեջ։ Արդյունքում այս մրգատեսակն ամրացնում եւ բարելավում է մկանային տոնուսը, կարգավորում է սրտամկանի կծկումները եւ անոթների լայնացման շնորհիվ արագացնում օրգանիզմի նյութափոխանակությունը։ Հիշեք, խաղողն անհամատեղելի է կաթնամթերքի, ճարպերով ու աղով հարուստ սննդի, ոգելից խմիչքի եւ գազավորված ըմպելիքի հետ, քանի որ գլյուկոզայի մեծ քանակությունը կարող է փորլուծության պատճառ դառնալ։ Խաղողն անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով, ապա թողնել գոլ ջրով լիտարայի մեջ 15-ից 20 րոպե եւ նորից լվանալ հոսող ջրով։ Ասում են, խաղողի կորիզները կանխում են քաղցկեղը, նպաստում մազերի աճին, կանխում ճաղատացումը, լավացնում տեսողությունը։ Դա ճիշտ է։ Խաղողի կորիզների յուղը նույնպես օգտակար է, որն օգտագործում են միայն աղցաններում։ Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի եւ ճարպակալումների ժամանակ։ Եվ հիշեք, բնությունը կարող է հրաշքներ գործել, բայց այդ հրաշքներից պետք է օգտվել միայն բժշկի խորհրդով։